Վալոդիա Գրիգորյանի ողբերգական սպանությունից անցել է արդեն 4 ամիս։ Կորստի ցավը շարունակում է խորհետք թողնել ընտանիքի կյանքում, իսկ ժամանակը չի կարող մեղմել այն դատարկությունը, որ թողել է սիրելի հոր բացակայությունը։ Այս օրերին քաղաքապետի դուստրը կատարել է հուզիչ գրառում, անդրադառնալով իր հորը և ընտանիքի ապրած անասելի ցավին։ Աշխարհի բոլոր բառերն էլ գրեմ, բոլոր հնարավոր և անհնարի նախադասությունները կազմեմ, մեկ է, չեմ կարողանա բացատրել այն ցավը, որի միջով անցնում է մեր ընտանիքը։ Պապ։ Մեր սերն ու կարոտը սահման չունի։ Գիտեմ, որ Աստծո կողքին ես և մշտապես պահապան ես լինելու մամային, Սյուզիին, Լյովին, Տոմային ու ինձ։ Այս խոսքերը լի են անսահման կարոտով, ցավով ու սիրով, արտացոլելով դստեր ապրումները, հոր կորստի ծանր իրականությունը սրտում։ 4 ամիս անց էլ Վալոդիա Գրիգորյանի հիշատակը շարունակում է ապրել իր ընտանիքի սրտում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:52-ի սահմաններում Մերձավան բնակավայրի երևանյան խճուղում իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Նրա հետ սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել, ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն էր։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին դիմահար կրակահերթ արձակել։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի սպանություն, 44-ից 155-րդ հոդվածի առաջին մասի սպանության փորձ և 335-րդ հոդվածի առաջին մասի հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ 2 մեղադրյալ կա։ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ Նշենք նաև, որ տեղեկություններ կային այն մասին, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանել, զենքի համարները ու պարկուճների համարները ջնջել են, որպեսզի ըստ էության չպարզեն, թե որտեղից է զենքի ծագումնաբանությունը։ Սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ զենքը օրինական ճանապարհով Հայաստան է եկել Ռուսաստանից։ Իսկ թե Հայաստան մտնելուց ուր է գնացել և ինչպես է հայտնվել Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանի մոտ, խիստ կասկածների տեղիք է տալիս։ Նա իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, որ զենք իրեն տվել է հանգուցյալ քեռին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում։ Այս մասին հայտնել են բնակիչները։ Նրանք չեն ցանկացել ներկայանալ, սակայն պատմել են, որ համայնքի ղեկավարն այնտեղ չէր բնակվում։ Մյուս սպանվածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը Այգեկ գյուղից է։ Վիրավոր Արծրուն Գալստյանը Մերձավանից է, որը գործարար է և որևէ կապ չունի քաղաքականության հետ, պատմել են բնակիչները։ Համայնքի բնակիչները կարծում են, որ սպանությունը քաղաքական է, քանի որ Վալոդիա Գրիգորյանից միայն լավն են տեսել ու վստահ են անձնական թշնամիներ չունի։ Բնակիչները կրակոցների ձայնը չեն լսել, քանի որ տունը, որի հետնամասում սպանվել է Վալոդիա Գրիգորյանը, նորակառույց էր ու մյուս տներից հեռու։ Տան դիմաց միայն ամայի տարածք ու սգո սրահ է։ Դեպքի վայրում զննություն իրականացնող քննչական կոմիտեի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում որևէ նորություն չհայտնեց։ Միայն ասաց, որ լրացուցիչ զննություն էին իրականացնում այս պահին։ Դեռևս ոչ մի բան հայտնի չէ։ Արդյոք սպանությունը վենդետա է հարցին պատասխանեց. Այս պահին որևէ կասկածյալ չկա, միայն վարույթ է նախաձեռնվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Հիշեցնենք, որ փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը, 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդիա Գրիգորյանի եղբայրը Պայքար Գրիգորյանը։
Փարաքարում իր տան բակում սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը 42 տարեկան էր, ուներ 4 երեխա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել։ Վիրավորվել է Արծրուն Գալստյանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ՆԳՆ մամուլի խոսնակի, դիմակավորված ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել։ Իրավապահները փնտրում են հանցագործին։ Նշենք, որ Վալոդիա Գրիգորյանը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ 1991 թվականից 2001 թվականներին հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը։ 2001-ից 2005 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ֆիզկուլտուրան և սպորտը մասնագիտությամբ, ստացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի կարատե-դոյի մարզչի որակավորում։ 2016-ից 2018 թվականներին ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան կառավարում մասնագիտությամբ։ 2022 թվականին ավարտել է Մատենա միջազգային դպրոցի Հայաստանի Հանրապետության համայնքների արդյունավետ կառավարում համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։ 2004 թվականին աշխատել է Մերձավանի կրթություն և մշակույթ միացյալ տնօրինությունում որպես սպորտ հրահանգիչ։ 2005-ից 2007 թվականներին աշխատել է Մերձավանի գյուղապետարանում։ 2007-ից 2011 թվականներին աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։ 2011-ից 2016 թվականներին զբաղվել է անհայտ ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2016-ից 2021 թվականներին եղել է Վալոդիա Գրիգորյան ՍՊԸ հիմնադիր տնօրենը։ 2021-ից Ապրելու երկիր կուսակցության անդամ է։ 2021 թվականի դեկտեմբերից Փարաքար համայնքի ավականու անդամ է և Փարաքար համայնքի Ապրելու երկիր խմբակցության ղեկավար։ 2023 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է Ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ամուսնացած է, ունի 4 զավակ։